Այսօր դեկտեմբերի 7-ն ժամը արդեն 11:41 այսինքն 12-ին 21 րոպե պակաս այս այն ժամն է, որ կանգնեցրեց ամբողջ մի աշխարհ, կանգնեցրեց ամբողջ մի քաղաքի կյանք, ժամ, որը իր հետ տարավ 25,000-ից ավել անմեղ մարդից։ Ես լեննագանցի, գյումրեցի, այս քաղաքի մեջ է ծնվել, այս քաղաքի մեջն էլ մեծացել է։ Երբ երկրաշարժը եղավ, ես Գյումրու դրամատիկական թատրոնում էի, բեմի վրա։ Երկրաշարժը 25,000 անմեղ զոհերի հետ տարավ նաև իմ ավագ եղբորը, իմ հարազատներին, իմ բարեկամներին ու իմ մտերիմներին։ Բայց երկրաշարժը երբեք չկոտրեց գյումրեցու հավատքը, գյումրեցու սերը, գյումրեցու հարգանքը դեպի իր մեծերը, կարեկցանքը հարազատի, բարեկամի ու մտերիմի հանդեպ։ Նրանք միշտ օգնության ձեռ էին մեկնում, մեկ-մեկի նկատմամբ։ Ճիշտ է, քաղաքն ավիրվեց, բայց այդ սիրո, հարգանքի, իրար օգնելու շնորհիվ Գյումրի քաղաքս մոխիրներից նորից վեր ելավ, շունչ առավ ու նոր ծնված երեխու պես սկսեց քայլել։ Վարդանուշտատս մի օրը մնձիսավ, բալաջան, երբ որ ժաշկը ելավ, քարը քարի վրա չթողավ, բայց գյումրեցու թասիբն այնքան ուժեղ էր, իրար ջանսելով, իրար հարգելով, իրար ուրբան ասելով, նորից քարը քարի վրա դրի, Գյումրի քաղաքը մոխիրներից վեր հանեցին ու միշտ կերկեր։ Ժամը 7-ին ժաշկը ելավ, Գյումրին ավիրվեց, ժամը 7-ին ժաշկը ելավ, Գյումրին ավիրվեց, աղաներին բոշի հիսատը ներս հրավիրեց, աղաներին բոշի հիսատը ներս հրավիրեց, տգլոր դուս էին փախչում բաղնիկ տանիցը, կիսաթրաշ դուս էին փախչում բարբար խանիցը, դու միասի ժաշկներ գալիս գետնի տակիցը, դու միասի ժաշկներ գալիս գետնի տակիցը, հարուստները պոյես նստան Թիֆլիս գնացին, հարուստները պոյես նստան Թիֆլիս գնացին, աղքատները խեղճ ու կրակ պատերի տակ անդեր մնացին։ Այսօր արդեն 37 տարի, բայց Գյումրի քաղաքս իր մեջքը շտկեց, ըսավ Վարդանուշտատս բալաջան, հələ նայե կտեսնիս մատներիս, ձեղս կաշես, այս մատները քանի բաց են, թշնամիտ, հատիկ, կջարդե, բայց երբ մատներդ բռունցք դառնա, թշնամիտ, բորենու պես, պոչը, քամակը մծրած կփախնի, մեր ազգին միասնություն է պետք, մեր ազգին սեր ու հարգանք է պետք դեպի իրա հավատքը, այդ ժամանակ ազգդ ազգ կեղնի, գիտես բալաջան, սերն ինչ բան է հատկապես հավատքի հանդեպ,
Հեբե ինչ որ բդիսե ականջներիդ օղերեք մենակ չխնդակ ես գիշեր երազ տեսա Գյումրի քաղաքս երազիս եկավ Պարզվավ Գյումրիս իրականում մարդ հաղթանտա 2 մետրանոց մարդ է ողորմացիկ պապիս տեսքով եկավ ու ընձի սավ լսե ինչ որ կսեմ հանգջիտ օղերա ու իմ ասածներս փոխանցե մեր ժողովրդին էլ չեմ ուզե ընձի թաց պայեք ըսի այսինքն ըսավ էլ լացից են ես չեմ ուզե լսե ես կուզեմ ամեն առավոտ արևի դուրս գալու հետ դաուն սուրնից են կուզեմ լսեմ ամեն առավոտ արևի դուրս գալու հետ ես կուզեմ նորացին մանկան լացի ձեն լսեն ու ինչքան շատ նորացին ծնվի ենքան լավ պապս նորացին մանկան լացի ձեն կուզեմ լսեն լսեցիք նորացին մանկան լացի ձեն թող քաղաքս մոխիներից նորից վեր ելնի փառք Տիրոջը սեր եւ